Այսօր ուշադիր լսեցի Նիկոլ Փաշինյանի ելույթը եւ Վլադիմիր Պուտինի, շատ հետաքրքիր է Վլադիմիր Պուտինը ուզում է Ռուսաստանի քաղաքացիները մասնակցեն Հայաստանի ընտրություններում, իսկ հնարավոր է հակառակը, ոչ, Ռուսաստանի քաղաքացիները, որ չունեն երկրորդ քաղաքացիությունից, Նիմցովի նման, որ իրանց անհամաձայնությունն են տալի, երկրում գնդակահարվում են կարմիր հրապարակում։ Շատ անընդունել է, որ երկրի ղեկավարին հայերը դիմավորում են այդքան վատ, դուք հասկանում եք, դուք կարող անհամաձայն լինեք, բայց Նիկոլ Փաշինյանին, ես էլ շատ բաներում համաձայն չեմ, Նիկոլ Փաշինյանին ընտրել է հայ ժողովրդի մեծամասնություն եւ դրա հետ պետք է հաշվի նստել։ Տրամպը ու Բայդենը, Տրամպն էլ է ընտրվել մեծամասնությունով, այսօր Ամերիկայի ժողովուրդը դեմ է, ընտրություն կանեն, կհանեն, որտեղ դեմոկրատիա է։ Իսկ երբ որ դու քո երկրի ղեկավարի նկարն ես այրում, դու չես այրում Նիկոլ Փաշինյանին, դու այրում ես Հայաստանի պետականությունը, որտեղ Նիկոլ Փաշինյանին էլի կրկնում եմ, մաքուր ընտրություններով նա հաղթել է։ Ես նույնպես չէի ընդունի այն ռուսներին, որոնք Վլադիմիր Պուտինի նկարը վառեին, որտեղ Վլադիմիր Պուտինն էլ է ընտրվել Ռուսաստանում մեծամասնությունով։ Հիմա երկրորդ ընտրություն որ լինի, հնարավոր է եւ չընտրեն, հնարավոր է եւ ընտրեն, դա Ռուսաստանի քաղաքացիների գործն է։ Շատ վատ են վերաբերվում նման մարդկանց ու նման երևույթներին։ Ինչ վերաբերվում է հայերին, ովքեր Ռուսաստանում են ապրում, կպեք ձեր գործերին Ռուսաստանում, ինչի՞ չեք մասնակցում ընտրություններին։ Օրինակ ես գվարդիական աստղի պրեզիդենտն էի, շատ լավ էի վարվում ռուսների նկատմամբ, մասնակցել եմ Աֆղանիստանի պատերազմին սովետական միության ժամանակ 84-ից 86 թվերին, Ղարաբաղի, Չեչնիայի առաջին եւ երկրորդ, Սիրիա եմ եղել ու շատ լավ եմ վերաբերվել, մինչև այն պահը, երբ որ Շայգուն ասեց, мы провели контртеррористическую операцию с Ադրբեջանում и с Турцией, մինչև այդ պահը շատ լավ եմ վերաբերվել։ Այդ պահից հետո ես վատ վերաբերվեցի, Սրբազան պայքարի նկատմամբ վատ վերաբերվեցի, չընդունեցի այդ պայքարը եւ ընթացքում իմ շենքը Մոսկվայում բուլդոզերով քանդեցին։ Դա անհամաձայնություններ։ Այսպես, պարոն Նայք։